Ով որ չի վերցնում իր խաչը եւ չի գալի իմ հետևից, ինձ արժանի չէ։ Վերցեք ձեր խաչը եկեք եւ իմ հետևից։ Եվ ձեզ վրա վերցեք իմ քաղցր լուծը եւ թեթև բեռը, այսպես է ասում մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Ինչ է նշանակում խաչ վերցնել, երբ ենք մենք խաչը վերցնում եւ ինչպես ենք գնում Տիրոջ հետևից։ Երբ ենք մենք գիտակցում, որ մենք պետք է խաչ վերցնենք, երբ որ ճանաչում ենք Քրիստոսին։ Խաչ նշանակում է Տիրոջ ճանապարհը, փրկության ուղին, պատվիրանապահությունը։ Ինչու է պատվիրանապանությունը Աստծո ճանապարհը հավասարվում խաչելության հետ, նահատակության հետ, զոհաբերության հետ։ Որովհետև այս աշխարհում առանց նեղություն ու դժվարություն կրելու դու չես կարող պատվիրանները պահել։ Աստծո ճանապարհը նեղ եւ անձուկ է, որ տանում է դեպի երկինք։ Եթե դու ուզում ես պատվիրանները պահել, դու լուրջ նեղություն պետք է պատճառես քեզ, ժուշկալ պետք է լինես, չափավոր պետք է լինես, մտքով, սրտով, հոգով, լեզվով եւ կյանքով։ Եվ երբ դու գնում ես նեղ ու անձուկ ճանապարհով, այսինքն քո խաչը վերցնում ես քո վրա եւ գնում ես։ Ինժապ տեսնում ես, որ ով Աստված պաշտությամբ է ապրում, նեղություններ պետք է կրի, ասում է Պողոս առաքյալը։ Կամա թե ակամա դու ընկնում ես որոշակի դժվարությունների, նեղությունների մեջ։ Բայց հենց եւ որ ընկար այդ նեղության ու դժվարության մեջ, ուրեմն դու վստահություն ես ձեռք բերում։ Վստահ ես, որ Աստծո ճանապարհով ես գնում։ Եվ որտեվ Քրիստոս քեզ ուրախացնում, ասում է, յանի նրանց, որ հալածվում են նեղ ու անձուկ ճանապարհին հանուն արդարության, նրանցն է երկնքի արքայություն։ Այսինքն վստահանում ես, ուրեմն դու ճիշտ ես ապրում, որ քեզ հալածում են։ Իհարկե հանուն Քրիստոսի, հանուն արդարության։ Եվ այդ նեղության ու դժվարությունը քաղցրանում է նաև ասում, վերցրեք ձեզ վրա իմ լուծը, քաղցր, բեռը թեթև, նեղություն ու դժվարությունը թեթևանում է, կյանքը իմաստավորվում է նեղության ու դժվարության մեջ, քաղցր է քեզ համար, Տիրոջ համար խաչը կրելը։ Երջանիկ ես դու լինում։ Ի վերջո բոլոր մարդիկ իրենց կյանքը պետք է իմաստավորեն։ Անիմաստ կյանքը դատապարտված է կորստյան։ Մարդիկ իրենց կյանքը իմաստավորում են հաճույքների, մեղքերի, փառքի, փողի, պաշտոնի մեջ։ Մենք էլ մեր կյանքը պետք է իմաստավորենք նեղությունների ու դժվարությունների, սիրո զոհաբերության մեջ, ուրիշների ներելով, սիրելով, զոհաբերվելով եւ լույս դառնալով աշխարհի համար։ Մարդը պետք է խաչ կրի անպայման, հա? Եթե հանձն չառնի իր քրիստոնեական խաչը կրելու, դաժան ծանր բեռն է կրելու այս աշխարհի մեղքի բեռը։ Քրիստոս ասում է, ձեզ վրա վերցեք իմ բեռը, ինքը ծանր ու թեթև է, դառն ու քաղցր է։ Դրա փոխարեն մենք կարող ենք մերժել, ասել չենք ուզում Քրիստոսի ծանր ու թեթև, դառն ու քաղցր լուծը բեռը, մեզ պետք չենք ուզում։ Ինչ բեռ ենք վերցնում։ Վերցնում ենք աշխարհի։ Աշխարհը դու չես կարող վայելել առանց բեռի։ Հաճույքներ առանց հիվանդության, առանց նեղության, դժվարության չես կարող կրել։ Ոչ մի հաճույք այս աշխարհում միայն հաճելի չի լինում։ Զուգահեռ դառնություն ու ցավն է գալիս։ Ուրիշ բեռ ես ուզում, Քրիստոսի բեռը չես ուզում, Քրիստոսի խաչը չես ուզում, այլ այս աշխարհի հաճույքների բեռն ես ուզում։ Եվ տեսնում ես, որ այս բեռը ներսից դրսից քեզ դու մակրծում է, դաժան ծանր բեռը, ոչ քաղցր է, ոչ էլ հաճելի է, թվում է թե քաղցր է, բայց իրականում ահավոր դառն է։ Թվում է թե թեթև է, քո ուզածով ես ապրում, բայց ահավոր ծանր է։ Վերջո քո ներքին էությունն էլ ապստամբում այդ բեռի տեղ չի ուզում, չի դիմանում, չի կրում եւ ծանրանում է։
Հիմա ավելի լավ չի Քրիստոսի խաչը կրենք, նեղ ու անձուկ ճանապարհով գնանք, բայց ապահով։ Ուրախ լինենք, երջանիկ լինենք։ Մեր բերը թո թեթև ու ծանր լինի, ոչինչ կարևոր չի։ Մեր լուծը դառն ու քաղցր թողնի, ոչինչ կարևոր չի։ Կարևորը մենք գնանք հասնենք հավիտենական կյանք։ Երկինքի արքայություն։ Ի վերջո բոլորները պիտի բեռ կրեն։ Ոչ ոք էլ առանց բեռան չի կարող այս աշխարհում ապրել։ Կամ քաղցր բեռը պիտի կրես, կամ դառը, կամ թեթև, կամ ծանր։ Հիմա որոշենք։ Եվ կարծեմ թե մեզ համար ավելի լավ է Քրիստոսի խաչը վերցնել, գնալ նրա ետևից։